Ծանրությունից խեղճացել են ոսկետափի դաշտերը։ Տոննաներով հասած լոլիկը դեռ տանող չկա։ Բերքը ինչքան կարմրում է, պետք է շուտ վրից վերցնես, բայց չեմ կարող վերցնել, որովհետև որտե տանեմ։ Պետք է հանես, որ չփճանա, ինք որ ծանրապերում է, ավելի շուտ փճանում է։ Եթե չհավաքեցինք, ասենք մի շաբաթ հետո էսի կկաս տեսնես ուրիշ դաշտ է։ Պարքևի դաշտն է, 5 հեկտար տարածքում մոտ 400 տոննա լոլիկ է աճեցրել, արդեն քանի օր մտածում է, ինչ է անելու այսքան բերքը, եթե գործարանները հանկարծ չընդունեն։ Այդ 400 տոննա ես ասենք դե 1 կիլո չի, 10 կիլո չի, որտեղ ես իրացնեմ չգիտեմ։ Շուկա պետք չի ինձ, շուկա չեմ կարող իրացնեմ, որ ուզենամ էլ։ Ինձ գործարանն է պետք, գործարան պետք է աշխատի։ Այսօր այդի ավելի կադրագործել են, ավելի լավ սարքավորումներ բերել են, բայց չի աշխատում, չեն կարող մտերեն։ Իրենց հոգսը մեծացավ, երբ ռուսական շուկայի դռները փակվեցին հայկական լոլիկի առաջ։ Պահածոյացված սնունդն էլ սկսեց դժվարությամբ արտահանվել, իսկ այդքան ապրանք միայն մեր երկրում սպառելը գրեթե անհնար է, նկատում է Պարքևը։ Հասկանում է, գործարանները նույնպես փաստի առաջ են կանգնել։ Հիմի 2 տարի է չի մտերում, որովհետև եղած տոմատի պաստան նադի մնում է, չի կարում իրացնի։ 18 թվի տոմատի պաստա կա։ Նախանցած տարիներ մեզ առաջարկում են տարեք լցրեք դաշտեր որպես սնունդ, բոշկաներ, տարաներ դադարգեք տվեք մեզ։ 100 տոննա։ 100 տոննա այդ տարվա կդրվածքի, ասենք ընդունած իրա բերքն է։ Իրան էլ մեղադրելու չի։ 5 միլիոն դրամ վարկ է վերցրել Պարքևը դաշտում կարմրաթուշ բանջարեղենն աճեցնելու համար։ Միայն 2 միլիոն դրամի գոմաղբ է բերել հողը պարարտացնելու համար։ Ամեն հեկտարից ես 100 տոննա բերք եմ ստանում։ Ասենք նորմալ մշակելու դեպքում 100 տոննա ստանում եմ, բայց ասենք ու ինչ պետք է անեմ, չգիտեմ ինչ պետք է անեմ։ Ամեն առավոտ դժվար ճանապարհով են դաշտ հասնում Պարքևն ու 4 բանվորները։ Դաշտատերն ասում է, հավասար աշխատում են լավ բերք ստանալու համար։ Դաշտում աշխատող կանանց խոսքով իրենք արդեն 30 տարի Պարքևի դաշտում գործանելով են իրենց օրվա հացը վաստակում։ Բերքը հավաքելուն եւս 26 աշխատող է իրենց միանում։ Մենք սպասում ենք, որ կառավարությունը ինչ-որ բան պետք է անես բոլորի համար։ Ամեն տարի մշակում ենք, 24 տարի արդեն աշխատում եմ նույն տեղում։ Մենք դաշտի տիրոջից ոչ մի խնդիր չունենք, բայց գյուղմթերումը եթե լինի ժամանակին, մեր բոլորիս համար ինձ թվում է, որ պետք է լավ լինի։ Տիկին Երանիկն էլ դաշտ ունի, 6 երեխաների մայր է, ասում է դաշտում աշխատելով ու իր դաշտի բերքը գործարաններին հանձնելով է երեխաներին պահել, մեծացրել, նրանց ուսման տվել։ Այսօր արդեն մտածում է, որ հողագործությամբ զբաղվելը եկամտաբեր չէ։ Իմ դաշտում էլ պամիդորը հասել է, բայց չեմ կարողանում ոչ շուկայում է ծախվում, ոչ էլ մթերվում է։ Օրավարձով աշխատող այս կանայք, որ այս օրերին դաշտ են խոտից մաքրում, հասկանում են, որ իրենց օրական աշխատավարձը հիմա վերցնել չեն կարող, բայց ինչպես այս ծանր պահին հրաժարվեն գործից այն դեպքում, երբ տարիներ շարունակ իրար օգնել ու աջակցել են։ 20 տարի, 30 տարի աշխատում են, ասենք մենք ընտանիքով իրար ճանաչում ենք։ Վստահություն կա, ասենք աշխատում են նիսյա միջև ասենք աբրանքը ծախենք, միջև հիմի ասենք եղել է, վերցել ենք վարկերով փակել ենք, բայց սրանից հետո քան եսի չենք ծախել, չենք կարա տանք։ Պետք է աշխատեն, երբ որ կարացանք ծախենք, նոր իրանց գումարը տանք։ Բայց իրանք էլ օրվա հացի խնդիր ունեն։ Պետք է տանեն, որ իրանց երեխեքին հաց առնեն, կերակրեն։ Պարքևն ասում է, միայն լոլիկ աճեցնելը չէ, որ անօգուտ գործ է դարձել։ Իր պահեստում 100 տոննայից ավելի ցորեն ունի պահեստավորված, դա էլ լավ գնով վաճառել չի հաջողվում։ Եկող տարի ինչ պլանավորեմ, ցորեն ցանում ենք չինի, Եգիպտա ցորեն ցանում ենք չինի, ինչ ցանենք, ոչ մի բանջարեղեն, ծառանոցներ տանեմ ցույց տամ, բերքերը, տագերը լսված, ամեն ինչը էլ դժվար դեմ, գյուղը մտերք, բացարձակապես իրացում չկա։ Պետությունը ընդունում է խոսքորնակ 90 դրամ, 100 դրամ։ 100 դրամ իր ինքնարժեքը չի անում։ Ես այդքան ծախս եմ անում վրան, 100 դրամով ես չեմ կարող վաճառեմ։ Այսինքն նախորդ տարիներին 100-ից բարձր։ Պետություն չկա, ես ծախել եմ, ասենք անհացերներեսի ցավարի տակ են տարե բանակի համար ցավարեն արի Ռուսաստան են ուղարկե դուրս է գնացել։ Դեռ բերքը չհասած ու եկամտի երես չտեսած գյուղացիներն արդեն պլանավորել են, թե ինչ ծախսեր են հոգալու, եթե մի հրաշքով գործարանները նորից ընդունեն իրենց բերքը։ Մեզ գումարը վարկը պետք է փակվենք վարկերը, տակը տենանք ինչ մնա, որ դրանով ապրենք։ Ոսկետափի վարչական ղեկավարը խոստացել էր չորեքշաբթի գյուղացիների խնդրին լուծում տալ։ Նշան Հովհաննիսյանի խոսքով կառավարությունը նախորդ տարվա նման 10 դրամ սուբսիդիա կտրամադրի գործարաններին։
Գյուղացիների բերքը 40 դրամով կմթերվի մինչև ամսվա վերջ։ Հաջորդ նիստով արդեն սուբսիդավորված կառավարության որոշումը կլինի եւ 30 դրամ մթերողը կտա, 10 դրամ սուբսիդավորված գումարը կլինի։ Պարքևն ասում է անցած տարի էլ են 40 դրամով հանձնել իրենց դաշտերի լոլիկը։ Ճիշտ է, ուրախ է, որ Մարգերի լոլիկը չի փչանա, բայց ասում է այնքան էլ ձեռնտու չէ։ Հազիվ ջրի փող վճարեն, աշխատողներին փող տան ու վարկերը փակեն, իսկ ոսկետապցուն իր տանջանքն է մնալու։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։